ինչ որ մի այսպես սոցիալական խնդիր ձեզ համար լուծել եք բավականին այսպես երկարատև բանով կտրվածքով չէ ես չեմ ասում որ դուք առհասարակ չունեք որովհետև սոցիալական խնդիր այսօր նույնիսկ մեծահարուստները ունեն այդ թողնենք մի կողմ բայց հավատացեք Հայաստանում ապրող մարդը ով որ նույն այդ հեղափոխությունն է արել ինքը շատ բաներ այսօրվա մեր բարձրացրած հարցերը արդարության մասին է, հասկանում եք, արդարության, այստեղ մենք չենք ասում որևէ մեկից մի բան վերցնեն տան ինչ-որ մեկին, չէ, դրա մասին չենք ասում։ Ես օրինակ հարց եմ տալիս, բաժանվում են, ենթադրենք, պարգևավճարներ։ Ես ուզում եմ հասկանամ, օրինակ ես որպես բիզնեսմեն հետևյալն եմ հասկանում, պարգևավճար երբ եմ ես վճարում, ասենք իմ աշխատողին։ Ես պարգևավճարը վճարում եմ այն ժամանակ եմ վճարում, երբ որ իմ աշխատողը իր սովորական աշխատանքից ավել աշխատանք է կատարել եւ ինքը ինձ բերել է որոշակի գումարի չափով եկամուտ եւ ես շահույթ, այո, եւ ես համարել եմ, որ այդ շահույթը քանի որ իմ աշխատակցի գեր աշխատանքի արդյունքում է եղել կամ ճիշտ աշխատանքի, ես այդ մարդուն պարգևավճար եմ տալիս, որ այդ մարդը ես այդ մարդու արածով եմ այդ գումարը աշխատել, որ այդ մարդը զգա, որ ես իր աշխատանքը նկատել եմ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այս կամ պարգևավճարները, որ մեր երկրում տրվում է, այդ պարգև մի րոպե Պավլե ջան, խնդրում եմ, եղբայրս, խնդրում եմ էլի։ Միայնակ լավ աշխատողը եւ ոչ բոլորը շարունակեք։ Ահա, հիմա ես ուզում եմ մի հատ հարց էլի։ Պարգևավճարները միշտ են եղել, կան ու պետք է լինեն։ Հա, չէ, ես ուզում եմ հասկանամ, պարգևավճար ախր այդ թվերն էլ կան ու ասեմ ձեզ, նենց էլ չի որ արդարացված պարգևավճարներ են շատ ժամանակ։ Ես ուզում եմ հասկանամ, ինչ աշխատանք են կատարել, որ իրենք այդ օգուտը տվել են պետությանը իրենց աշխատանքից դուրս, որի համար իրենք պարգևավճար են ստանում։ Հասկանում եք, խնդիրը սրա մասին է։ Մենք եկեք